երեք հայտնի դարձավ, որ պատգամավորի թեկնածու, նախ Գագիկ Ծառուկյանը դեռ համարվում է պատգամավորի թեկնածու, մինչև երբ է համարվելու։ Հարգելի լրագրողներ, ըստ էության պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը։ Այդ դեպքում ինչպես է գնահատում այն, որ երեք հենց դատախազությունը առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը եւ ոչ կենտրոնական ընտրական Տեսեք, հարգելի գործընկերներ, ես ինչ եմ ասում, որտեվ ես էլ տեսել եմ հաղորդագրությունը, դա 3 չեն մեղադրանք առաջադրել։ 3 են առաջադրել։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որտեղ որ խոսում էր ինչ որ նախկին քրական գործի եւ այլ, որտեղ խափանոն առաջադրվել է 3։ Հարգելիներս, եթե նայեք ընտրական օրենսգիրքը պատգամավորի թեկնածուներին անձեռնունի խելություն է տալիս, եթե քրական հետապնդում է ամեն ինչը, ծագել է թեկնածու կարգավիճակը ձեռք բերելուց հետո։ Մինչ այդ եթե եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, դրանից հետո նոր է քրական, այդ լրիվ արդեն ուրիշ է։ Տեսեք, մեղադրանքը թե քրական։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մեղադրանք առաջադրողը գլխավոր դատախազությունն է։ Գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրել։ Եթե դուք կարծում եք, որ գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ թեկնածուն է կարծում, բոլորը դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, թեկնածուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները մեղմ ասած ճիշտ չի։ Պարոն Հովհաննիսյան, վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժ անցնում է խորհրդարան, թե ոչ։ Հարգելի լրագրողներ, քվեարկության արդյունքների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս փուլում ընթանում են վերահաշվարկի աշխատանքներ։ Ավելին, ես ուղղակի օգտվելով առիթից ասեմ, հարգելի լրագրողներ ջան, հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ըստ էության 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թռցրել, այսպես ասեմ, մարդկային գործոն։ Ես ուզում եմ Եվս մեկ անգամ, հիմի տեղամասերը անգիր չեմ հիշում, այդ 27-րդ ընտրատարածքում է եղել մարդկային հոգնածության տողը, այսպես ասենք, մի տողը ուղղակի մուտքագրողը Պարոն Կիրակոսյան, տեսեք, կրկնում եմ դա, արձանագրությունները կան, արձանագրությունը այն, որ դա հայտնաբերվել է, նաև հայտնաբերել, որովհետև մեր արձանագրությունները կան, հրապարակված են, այսինքն նախնական արդյունքները դրա համար են նախնական, որովհետև երբ ասում ենք նախնական արդյունքը, դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Հիմի այս պահին բազմաթիվ ընտրատեղամասերի վերահաշվարկ է իրականացում։ Այդ վերահաշվարկի հետ կապված էլ մի բան տեղեկացնեմ։ Պատշաճ կարգի դիմում վերահաշվարկի մենք շատ քիչ ենք ստացել։ Կարող եմ դա ասել։ Մենք ստացել ենք 3 ուժերից վերահաշվարկի դիմումներ։ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք եւ Հայաստան կուսակցությունների դաշինք։ Չէ, Հայաստանը սխալ ասեցի, միասնության թևերից։ Տեսեք, պատշաճ դիմում շատ քիչ է ստացել։ Այդ եմ ասում, պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Ստացել ենք, բայց քանի որ դիմումները եղել են, այսինքն պատշաճ եղել, կային ներկայացրել, պիտի ընտրատարածք ներկայացնեին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրել կամ ընտրատարածք ներկայացրել են թեկնածուն բոլոր տեղամասերի համար ներկայացրել է, իսկ դրա իրավունքը չուներ, այսինքն ինքը պիտի ներկայացներ թեկնածուն, միայն այն տեղամասը, որտեղ ինքը արդյունքների ամփոփմանը ներկա եղել։ Մեր ուղղակի մոտեցումը եղել է այս։ Հնարավորինս որ տեղամասերը ցանկանում են, որպիսի վերահաշվարկ իրականացվի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց նախաձեռնությամբ, այսինքն հասկացաք դիմումը չի եղել պատշաճ մերժվել է, բայց իրենք նախաձեռնությամբ սկսել են վերահաշվարկներ իրականացնել ու հիմա ընթանում են, այսինքն
մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատասներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևերի կուսակցության պատգամավոր տեխնացուն այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս այսպես ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք միջև ժամանակ ունեն գրահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել